Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Խոտ, մարիխուանա, Ինչ։ ոնց ես վերաբերվում։ Ոչ մի ձև չեմ վերաբերում, համարում եմ, որ դա նույնպես կոնտրոլի կարիք ունի եւ այդ կոնտրոլը աչքերը փակելը չի ու ջայլամի քաղաքականություն։ Ժամանակին ասել ես, որ պետք է օրինականացնել։ Ես հիմա եմ համարում, որ պետք է օրինականացնել, Ինչի գործընթաց չես սկսում։ որովհետեւ չեմ կարողանալու մարդկանց դա համոզեմ, որովհետեւ Բայց ինչի է պետք որ օրինականացնել։ կոնտրոլ անես, որ ղեկավար ես այդ process-ը, որովհետեւ դու ինչ-որ բան չես կարողանում հաղթես, Այսինքն դու կարծում ես, որ Հայաստանում պետք է դա լինի օրինական, այո, ես կարծում եմ, որովհետև կա, բայց օրինական չի։ կա եւ օրինական չի եւ դա շատ ավելի մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում մարդկանց Հնարքի պայքարել այդ անօրինականին։ Դե աշխարհը չի կարող դրա դեմ պայքարի մեկ։ Երկրորդը ակնհայտ է, որ աշխարհը գնում է նրան, որ դա օրինականանալու է, որովհետեւ բոլոր երկրներում դա, ասենք, ամեն տարի 1-2 երկիր օրինականացնում, հա։ Գիտես ինչ, հիմա մենք ունենք խմիչք, ունենք օղին, որը շատ ավելի վատն է եւ շատ ավելի վատ ազդեցություն է թողնում եւ փորձեր եղել է, մի քանի անգամ Սուխոյ Զակոն գաղափարը մտցնել, հա, մի անգամ ԱՄՆ-ում այդ փորձը եղել, մի անգամ Սովետական միությունում այդ փորձը եղել եւ դա ցույց է տալի, որ մարդկությունը չի կարողանում այդ հարցը լուծի։ Եվ այդ նշանակում որ դու պետքա դա կարողանաս կառավարես, իսկ ավելի վատ բաներին չեմ ուզում նույնիսկ կանոնները տամ, կատեգորիկ վատ եմ վերաբերվում եւ համարում եմ, որ ամենադաժան պայքարը պետքա իրականացվի նման բաների դեմ, ամենադաժան պայքարը պետք է իրականացվի։ Բայց դու խոստովանել ես, որ օգտագործել ես։ Չէ, ես ոչ մի ծանր բան չեմ օգտագործել, մարիխուանա օգտագործել եմ, բայց ոչ մի ծանր բան ես երբևիցե չեմ օգտագործել։ Իսկ կգա մի օր, որ Հայաստանում դա օրինական կդառնա։ Ես ինձ շատ եմ սիրում, որ ինձ այդտենց հարվածի տակ դնեմ իմ առողջությունը։ Էգոիզմը։ Այո, էգոիզմը ես ինձ թույլ չեմ տալ, ես ինձ լիճկում շատ եմ սիրում, որ նման բան անեմ ինքս իմ հետ։ Հա, իսկ կգա ժամանակ, որ մարիխուանան օրինականանա Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ, որ այո կգա։